Էլի ես մեկ հարցություն հայտնեմ, որ միացել եք վեբինարին։ Ինչ ենք քննարկելու այս վեբինարի ընթացքում ընդհանուր բովանդակությունը, թեթև ջերմանալու ենք միասին, քննարկելու ենք ինչա մեդիան, ինչու է հիմա այդ արտի իմ մոգոնած անո մեթոդի մասին ենք մի փոքր խոսելու, կատարել ենք հետաքրքիր գործնական աշխատանք եւ վերջում ամփոփելու ենք այսօրվա անցածը ու ինչ հետադարձ կապ ենք տալու միմյանց։ Իսկ մինչ այդ թույլ տվեք ներկայանալ, ես Մերինեմ Սարգսյան, դասավանդում եմ Աթան գյուղում, Լոռու մարզի գյուղը, Թումանյան խոշորացված համայնքի գյուղերից է, դասավանդիր Հայաստանի ծրագրով եմ այնտեղ ուսուցիչ առաջնորդ եմ, համատեղ նաև սովորում եմ մագիստրատուրայում ուսուցչություն, թերևս այսքանը, եթե ընթացքում հարցեր կամ ինչ-որ բաներ առաջանան, ազատ եք տալու, քննարկելու։ Հիմա եկեք արդեն մի փոքր ջերմանանք։ Մեր ջերմացման վերնագիրը որպես այդպիսին, հոդվածի ուշագրավ վերնագիր իմ մասին։ Յուրաքանչյուրս չաթում կամ կարող ենք բարձրաձայնել, չգիտեմ ինչպես հարմար կլինի։ Յուրաքանչյուրս գրում է հոդվածի ուշագրավ վերնագիր, եթե այդ հոդվածը լիներ իր մասին։ Եթե ցանկացողներ կան, կարող են ձեռք բարձրացնել, այստեղ ձեռքի նշանը կար, մի վայրկյան, այստեղ չէ ձեռքի նշանը։ Լավ, գուցե ես չեմ գտնում հիմա ձեռքի նշանը, կարող եք ձեռք բարձրացնել կամ պարզապես ասել, եթե գրել նաև չաթում, հոդվածի ուշագրավ վերնագիր, եթե լիներ այդ հոդվածը ձեր մասին։ Չաթում։ Հա, խնդիր չկա, Մարիամ ջան։ Սրանք կարողանանք չաթում գրել։ Մտածելու համար եկեք մի րոպե տրամադրենք մեզ, որպեսզի կարողանանք լավ վերնագիր մտածել։ Մաքսիմալ ուշագրավ վերնագիր, որ կլինի ձեր մասով, ձեր մասին հոդվածի մաս վերնագիրը։ Այն ցանկացողներ ժողովուրդ։ Թե դեռ մտածում ենք։ Այստեղ արդեն ձեռքեր ունենք։ Քրիստինե ջան, ասեք։ Ճիշտ ասած մտածում էի, որպես հոդվածի վերնագիր, դա ավելի շատ կապ կունենա իմ էմոցիոնալ լինելու հետ, ու ոնց որ այդ իմ ներքին վիճակն է, դրա համար մտածում եմ կարելի է որպես վերնագիր լինի ներքին աշխարհի ինչ-որ ուղեցույց, թեկուզ կամ ժպիտի եւ կամ հույզերի արանքում, ժպիտների եւ հույզերի արանքում, չգիտեմ, տենց ինչ-որ վերնագիր։ Հրաշալի վերնագիր է։ Մարիամ ջան, դուք կարողանաք չաթում գրել։ Այնտեղ։ Ռիմա ջան, իսկ դուք ինչ վերնագիր կառաջարկեք, որը ձեր մասի կլինի, մինչև Ռիման մտածի, եկեք թող Մարիամը ասի։ Ասեք Մարիամ ջան։ Շնորհակալ եմ շատ, ոչ միայն կարողանամ գրել, այլ նաև խոսել։ Ես մտածում եմ այսպիսի, նախապատմություն երևի ասեմ, հետո վերնագիրը, ես սովորում եմ բժշկականում, բայց տենց դրանից դուրս եկա այլ հետաքրքրություններ ու տարբեր ոլորտներում կամ ու զուգահեռ իմ մազերը տենց ալիքներ ինչ-որ խոճուճություն ունեն, ու մենք առաջին սերունդն ենք բժշկականում, որ մոդուլային կրթությամբ են սկսել սովորել, ու վերնագիրը մտածում եմ, որ լինի խոճուճ ինչպես բժշկականի մոդուլայինը։ Հրաշալի վերնագիր մտածել կեցեք։ Ասեք Ռիմա ջան։ Իրականում ես սիրում եմ, որ երազանքները ստացնեմ իրականություն, դրա համար էլ չգիտեմ որքանով ստացվեց, որքանով չէ, ճանապարհ երազանքից իրականություն։ Այդ կլինի։ Իհարկե կլինի, յուրաքանչյուր բան ողջունելի է։ Լավ։ Երևի շարունակենք, խնդրում եմ։ Ահա, ասեք Մարի ջան։ Ես շատ հետաքրքրված եմ տարբեր ոլորտներով ու ուզում եմ շատ տարբեր ոլորտներից գիտելիքներ ունենամ ու այդ առումով շատ մոտիվացված եմ, դրա համար մտածում եմ մոտիվացման ճանապարհին դեպի ուսում նմանատիպ մի բան։ Հրաշալի է։ Դե ինչ-որ մեկը մնաց, ով չխոսեց, Քրիստինեն ասեց, Մինասյան Մարին, ասեք Որոջա ջան։ Ես շատ եմ սիրում նոր հմտություններ ձեռք բերեմ ու անդադ փոխում եմ իմ մասնագիտությունը, դրա համար ուզում եմ ասեմ անդադ փոխով մասնագիտություն եւ շատ հմտություններ ձեռք բերող,
sense վերնագիր կարամ ասեմ եւ ես թվում Շնորհակալ եմ շատ Վոլոդյան։ Մարի Մինասյան ջան, դուք ինչ որ բան կավելացնեք, չէ, Մարի Մինասյանը ոնց որ ասեց նոր կներեի։ Ինչ կարծում եմ։ Գայանե Բադալյան։ Գուցե դուք էլ ինչ որ բան ունենաք ավելացնելու։ Եք չաթում սիրուն նամակ ունեք։ Կգրեմ ես։ Բարի, եկեք արդեն անցնենք առաջ, մինչև մեր Գայանեն կգրի։ Անցնենք առաջ, ահա, ըստ ձեզ, ինչ է մեդիան։ Ով ոնց հասկանում է, ճիշտ սխալ տարբերակումներ չունենք։ Ըստ ձեզ ինչ է մեդիան։ Ասեք Կրիստինե ջան։ Ինձ թվում է մեդիան այդ այն ամեն ինչն է, ինչը ներկայապային մենք դրանից օգտվում ենք, այսինքն այդ կլինի մեր ցանցերը, չգիտեմ, ամեն տեսակ ինչը կապ ունի այդ ձևով այդ ամեն ինչի հետ, ուրեմն դա մեդիան է, իմ կարծիքով այդ ամբողջությունն է։ Վոլոդյան ջան, դուք էլ ասեք։ որտեղից այդ սոցկայքից որտեղից ստանում ենք եւ կեղծ դուրեր եւ ճշմարիտ դուրեր Այնա մեդիան է։ Ինչ որ մեկը եթե չունի ավելացնելու բան, եկեք անցնենք առաջ։ Ըստ բառարանի, ասեք Մարիամ ջան։ Հա, մեդիա ասելով, տենց առաջի ասոցիացիաների մասին եմ ուզում կիսվել, իմ համար ինքը միանգամից տանում է դեպի on-line դաշտ, այսինքն ինչ որ on-line հարթակ է, ու ինչ որ չափով նաև ինֆորմատիվ է։ Դա կլինի, չգիտեմ, տենց լուրերի առումով, թե անձնական ինֆորմացիայի, տենց տարանջատում չեմ դնում, այլ ինչ որ ինֆորմատիվ հարթակ, որը on-line տարբերակով է փոխանցվում։ Շնորհակալ եմ շատ։ Բոլոր այդ պատասխաններն էլ ճիշտ էին, կարծում եմ։ Ընդհանրապես մեդիան ըստ բառարանների դա լրատվական միջոց է, որի շնորհիվ մենք ստանում ենք ինչ-որ ինֆորմացիա։ Ինֆորմացիան կարող լինի տեքստային, կարող է լինել ինչ-որ վիդեո տարբերակով, կարող լինի արհեստական բանականության գեներացված նկարի միջոցով։ Այդ ամենը լրիվ մեդիա է։ Այն բոլոր միջոցներն են ներքևում ինչպես կկարդանք, որոնց միջոցով տեղեկություն է փոխանցվում մարդկանց։ Տեղեկություններ կարող փոխանցվեն ինչպես կայքերով, եթե ճիշտ եմ հիշում, Վոլոդյան դա նշեց, այդպես էլ ինչ-որ, չգիտեմ, Instagram, Facebook կամ ինչ-որ լուրերի այլ կայքեր եւ այլն, Telegram-յան ալիքներ եւ այլն։ Հիմա կարևոր բան կա, թե այս ամբողջ ինֆորմացիայի տրամադրման նպատակը որն է, ինչի է մեզ տրամադրվում այդ նպատակն ու իմաստը, հա, որն է։ Առաջինը ես առանձնացրել եմ տեղեկացնել, այսինքն ընդհանրապես պատմել, թե ինչ է տեղ ունենում աշխարհում եւ ինչ միջավայրում ենք մենք առհասարակ գտնվում, այդ միջավայրի մասին ինչ-որ տեղեկություն փոխանցել։ Երկրորդը ժամանց ապահովել։ TikTok-յան հարթակը, Instagram-յան հատվածը, հարթակը դրանք բոլորը մեդիաներ են, որոնք մեզ փոխանցում են ժամանց ապահովող ինչ-որ ինֆորմացիա, դա կլինի երգ, դա կլինի հումոր, դա կլինի, չգիտեմ, ինչ-որ հետաքրքիր ժամանցային խաղ, հա, որը ուղղակի մենք կարող ենք դիտել։ Երրորդ նպատակը կրթելն է։ Սա եւս մեդիա է հանդիսանում Zoom-ի միջոցով, ես կիսում եմ ինչ-որ X ինֆորմացիան հասարակության հետ, մի քանի անձանց հետ։ Դա կրթելը, դա ուսումնական ինչ-որ նյութերի փոխանցումը, PDF տարբերակով գրքերի կիսումը։ Եվ չորրորդը ազդելը, համոզել, ինչ-որ գովազդներ, Facebook-ի գովազդներ, Instagram-յան գովազդներ են, գովազդները, որոնք անում են ինֆլուենսերները, ինֆլուենս հենց ազդել այդ բառից, այդ ամեն ինչը մեզ ապահովում է մեդիան։ Հիմա շատ կխնդրեմ մեզ Մարիամը Քոսյան ասի միակ նպատակը, որը ինքը ամենաշատն է օգտագործում։ Այս նպատակն այդ ամենաշատը ինչի է առնչվում Մարիամը։ Ոյ, բարդ էր։ Գուցե Երևի ավելի շատ տեղեկացնելը։ Ահա, ավելի շատ տեղեկացնելը։ Բար ինչ որ մեկը կցանկանա ինչ-որ բառ խոսել առհասարակ մեդիայի նպատակի մասին։ Ավելացնել ինչ-որ հարցեր ունենա։ Շնորհակալություն։ Ես լրությունը կընդունեմ այս անգամ բացասական։ Պատասխանը կանցնենք առաջ։ Եվ հիմա հարց։ Ինչու է կարևոր մեդիան։ Ինձ թվում է այս կապվածը ոնց որ հենց
շրջակա աշխարհի զարգացման հետ, այն բոլոր նպատակներից բխող է իր կարևորությունը, բայց ինչի հենց մեդիան, որովհետև ոնց որ թվային աշխարհում ենք արդեն ու թվային աշխարհում ինֆորմացիայի փոխանցելու այդ կրթվելու կլինի, ժամանցային կլինի, թե ինչ կլինի, դրանց ամենահարմար կապուղին ինքը հենց մեդիան է։ Եթե չգիտեմ 90 տարի առաջ օրինակ թերթերն էին, հիմա դրանց փոխարինելու են եկել մեդիան, բայց իր ամբողջ կարևորությունը հենց դրանում է կայանում, որ հիմա գրեթե ամեն ինչ տեղ է, էլի։ Շնորհակալ եմ Մարիամ ջան։ Քանի որ Վոլոդյան ոնց որ Ռուզանայից առաջ էր ձեռք բարձրացրել, եկեք հերթը տանք Վոլոդյային, չէ՞։ Եկեք Ռուզանային տանք այդ դեպքում։ Ասեք Ռուզանա ջան։ Համարյա նույնը ինֆորմացիայի արագ փոխանցումն է ուզում ասել։ Շնորհակալ եմ շատ Ռուզանա ջան։ Դուք էլ կիսվեք Վոլոդյա ջան։ Մի հարցամ, այ օրինակ Վիկիպեդիան կարող է հանդիսանալ բան մեդիա։ Իհարկե, ինֆորմացիա տալիս, նաև կրթում է, յուրաքանչյուր ինֆորմացիա Վիկիպեդիայից կարող է մեն ինքը հանդիսանում է մեդիա։ Լավ, ես իմ համար իմ կետերը ոնց որ փորձեմ կիսվել ձեր հետ, ինչու է կարևոր, որովհետև աշխարհը հիմա ապրում է էկրանների մեջ։ Կարծեմ Մարիամն ասեց, որ մեդիայի աշխարհ է դարձել։ Այսինքն յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր տեղեկություն մենք առաջին իմանում ենք մեդիայի միջոցով։ Եթե մի ժամանակ եղել աղավնի որը տեղեկությունը հաղորդել է կամ չի հաղորդել, դրա մասին հստակ նյութեր չկան, այս հիմա արդեն մենք հստակ գիտենք, որ յուրաքանչյուր բան էկրաններից այն կողմ երևում է։ Սոցիալական մեդիան ամենուր է, այն առաջինից էր բխում կարծում եմ, որովհետև յուրաքանչյուր քայլափոխի մենք առնչվում ենք սոցիալական մեդիայի հետ։ Նույնիսկ համալսարաններում, քոլեջներում, կարծում եմ նաև դպրոցներում այդ մեդիայի առնչությունը շատ է, հատկապես արհեստական բանականության զարգացումից ի վեր, երևի 21-22 թվականից ի վեր ավելի շատ որ այստեղ է տարածվել, դրանից ի վեր այդ ավելի շատ է լինում։ Մեդիագրագիտությունը պաշտպանություն է խաբեությունից։ Ինչի է կարևոր մեդիագրագիտությունը ու ընդհանրապես մեդիա, որ կարողանանք տեղեկացված լինել ու նաև տեղեկացված լինել, ոնց որ կարա նաև հավասարազոր լինի պաշտպանված լինելուն։ Եթե մենք տեղեկացված ենք ճիշտ ինֆորմացիայով, մենք կարանք նաև պաշտպանված լինենք։ Ու վերջինը, որ մենք ինքներս եկեք ես ասենց հանեմ, որ դուք տեսնեք, մենք ինքներս կարող ենք ստեղծել մեդիա, այսինքն նաև մենք ինքներս կարող ենք մեդիա լինել։ Հիմա ես մեդիա եմ ստեղծել, այսինքն ստեղծել եմ ինչ-որ կոնտենտ, որով կարող եմ կիսվել ինչ-որ X քանակի մարդկանց հետ։ Կամ օրինակ, հենց Վիկիպեդիան, Վալոդյայի ասած, Վիկիպեդիայում էլ մարդիկ մտնում են, չէ՞, եւ ինչ-որ տեղեկություններ, ինչ-որ X անձի կամ X երևույթի առարկայի մասին գրում են։ Այդ նույնպես հանդիսանում է մեդիա, որը ստեղծել են մեր նման սովորական մարդիկ։ Հիմա եկեք մեդիայից շատ, եթե ինչ-որ հարց ունենք մեդիայի կարևորության հետ կապված, եկեք հիմա բարձրաձայնենք կամ լռենք հավել։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ինչ է մեդիագրագիտությունը մեր համար։ Ուզում եմ Մարին Մինասյան մի քիչ խոսի։ Տեսեք, ընդհանրապես ճիշտ, սխալ, Քրիստինե ջան, ասեք, մինչև մեր Մարին կմտածի։ Մենակ մի վարքյան կներեք, Քրիստինե ջան, ճիշտ սխալ տարբերակներ չկան, որովհետև մեդիագրագիտության, մեդիայի վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը, օքեյ, կա որ մեդիան ինչ է նշանակում, դա գրված է, բայց թե ինչ է մեդիագրագիտությունը, յուրաքանչյուրս մեր բառերով կարանք փոխանցենք, դա ոնց որ ոչ մի դժբախտ իմ պատահար չի ունեցեցնի։ Ասա Քրիստինե ջան, շնորհակալ եմ շատ։ Ինձ թվում է մեդիագրագիտությունը այդ ասենց ասած այն կանոններն են, ոնց օգտվել մեդիայից, ոնց օգտվել, որ գրագետ լինի ավելի, ու այս ոնց որ չգրված կամ գրված ասենց ասած օրենքներ են, որոնց մարդիկ հետևում են, որ մեդիայից ճիշտ օգտվեն ու խաբեության թեկուզ չմատնվեն կամ նման դեպքեր չլինի, այդ դեպքերը ոնց որ քիչացվի, ասենց ասած։ Շատ շնորհակալ եմ։ Ասեք Մարի ջան։ Ես կարծում եմ, որ մեդիագրագիտությունը ճիշտ հասկանալու, վերլուծելու եւ գնահատելու ունակությունն է մեդիա բովանդակությունը, ինչպես նաեւ ստեղծելու սեփական պատասխանատու եւ չգիտեմ մեդիա նյութեր, սեփական մեդիա նյութեր ստեղծելու ունակությունը։
Այսինքն հրապարակենք ոչ թե ինչ պատահի, օրինակ տեսել եք չէ՞ որ տատիները կիսվում են հրաշալի հղումներով։ Այսօրվա դասի ժամանակ մենք անոտատի ունենք, հեսա իրան կհասնենք ինքն էլ ինչ պատահում է, կիսվում է։ Ես կարող եմ օրինակ բերեմ, այն օրը տատիկիս հետ խոսակցությունից, երբ որ ինքն ասում էր գիտես չէ, Լոպեսը տուն անվիրել մի հատ տատիկի, կամ Լոպեսի արմատները հայկական են, պարզել են այդ բոլորը ով։ Ոչ մի հստակ ինֆորմացիա։ Ասեք Ռուզանա ջան։ Համարյա էլի նույնն է մեդիայում առկա տեղեկությունը ճիշտ ու սխալի բաժանելը ու ապա տեղեկատվություն չհավատալը։ Շնորհակալ եմ շատ, Վալոջա ջան, դուք էլ ասեք։ Ոնց հասկացանք, ստեղ երկու բառից է կազմված մեդիա եւ գրագիտություն։ Ես այտենց եմ հասկանում, ոնց նշեցինք ինչ է մեդիան, լրատվական միջոց, այսինքն լուր, ինչ որ տեղեկատվություն, ինֆորմացիա։ Գրագիտությունը դե սովորելը դրա բանը, ես այտենց եմ կարծում, ինչ որ մեդիա սովորելը կամ ինչ որ բան սովորելը, էլի, լուր հասկանալը, ընկալելը։ Շատ Վալոջա ջան, մենակ դվեք, ուղղել 3 բառ՝ մեդիա, գիր եւ գետ։ Ահա, Վալոջան մտածում է։ Լավ, հիմա եկեք ես առանձնացնեմ այն կետերը, որոնք ըստ իս այն է, ինչ որ նշանակում է մեդիա գրագիտությունը։ Մեդիա գրագիտությունը տարբերելը։ Տարբերելը թե ինչն է ճիշտ, ինչը կեղծ։ Երկրորդը ըմբռնել, այսինքն հասկանալ, թե ով է փորձում մեզ այդ ինֆորմացիան տա ու ինչ նպատակով։ Մենք մի փոքր առաջ ուսումնասիրեցինք մեդիայի նպատակները, որն է դրա նպատակը։ Եվ այս մեդիագրագիտությունը հարց տալու արողունակությունն է, այսինքն ումից է ինֆորմացիան, ինչի վրա է գրվել, ինչի հիման վրա է ինֆորմացիան ընդհանրապես արդի։ Վերջինը ու ամենակարևորը, մենք պետք է ոչ միայն կարդանք մեդիան, այլ մտածենք դրա շուրջ։ Այսօրվա վեբինարի այս մի մասի, մի վեբինարի ամենակարևոր կետը այն է, որով մենք ոչ թե մենակ կարողանանք ուղղակի կարդալ այդ մեդիան զուտ, որովհետև տառերը գիտենք, այլ հասկանալ ու մտածել դրա շուրջ, այսինքն հասկանալու համար հիմա ինչ ինքը ճիշտ է, սուտ, թե մի բան այն չի իր հետ։ Ինչ որ հարցեր ունենք այս մասի հետ կապված, այն լռել հավերժը դեռ ուժի մեջ է եւ արդի։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա անցնենք առաջ։ Հիշում եք, Մարիամ ջան, ասեք։ Հա, կներեք, մի քիչ ուշացա։ Ուզում եմ ասել, որ իմ համար այդ մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը միացնելու մասին է, ու տենց ավելացնել, որ ոնց մեմում ենք շատ սիրում ասել, քթածակի հարց է, էլի։ Շատ ճիշտ բան ասեց Մարիամը։ Այս քթածակը ամենակարևոր մասն է այս երևի մեդիագրագիտության մեջ, կարծում եմ, որովհետև օրինակ հավատալ, որ Ջենիֆեր Լոպեսի հայկական արմատները պարզվել են, դուք կապչեք, եթե իմանա ինքը ում թողնա օրինակ, ոобще մոտ չի իրականությանը։ Հիմա անոտատը մեր հետ կիսում է ինչ-որ հրաշալի նյութով, ասում է հարևան Ազգուշը այսօր զանգել է, ասել է, որ Անո ջան, ասում են սեպտեմբերից թոշակները կրիպտոյով են բաժանելու, հիմա նստած բիթքոյնի գինն եմ նայում։ Դուք հասկանում եք, չէ՞, անոտատի հավատարմության եւ հավատալու կներեք, հավատալու այդ արողությունը, որ թե ինքը ինչքան է հավատում մեդիային։ Հիմա անոտատի հետ եկեք մի հատ հետաքրքիր բան սովորենք։ Անոտատի մեթոդը, այս իմ մտքի թռիչքներ ոնց կտեսնեք սահիկի վրա, առաջինը, անոտատի տառերը բացում ենք, աղբյուրը, այսինքն որտեղից է ինֆորմացիան վերցված, որն է ինֆորմացիայի աղբյուրը, այսինքն հղումներ կան, թե որտեղից է տվյալ ինֆորմացիան։ Նպատակը, ինչ նպատակով է տարածվում ինֆորմացիան, այսինքն եթե ինֆորմացիան տարածվում է, հասկացանք աղբյուրը որտեղից, նպատակը ինչի համար է դա տարածվում եւ ամենակարևոր կետը, ով է տարածում այդ ինֆորմացիան, իր պրոֆիլի ուսումնասիրելը կամ օրինակ եթե ինչ-որ ինֆլուենսեր, ինչ-որ բան է գովազդում, դա եւս մեդիա էր, մենք չենք միանգամից վաու դա հրաշալի դեմքի կրեմ, եկեք այդ մենք միանգամից այդ վերցնենք, այլ ով է ինքը, օրինակ եթե ինքը զբաղվում է, չգիտեմ, ֆուդ բլոգերությամբ, վստահաբար ինքը չի առաջարկելու այն կրեմը, որը ինձ անհրաժեշտ է, եթե ինքը չգիտեմ, մամա բլոգը, դժվար թե հավանականություն կա, բայց դժվար թե։ Հիմա այս մեր անո մեթոդն էր։ Ինչ-որ հարց, ինչ-որ նկատառում ազատ եք տալու կամ խոսելու։ Ինչ ունենք քննարկելու այս թեմայով, անոտատի մասին, ինչ ունենք բամբասվելու։
Չեք ուզում բան բացվի։ Ինձ թվում է անոտատի մեթոդը կարելի է նույնիսկ դպրոցներ տանել, որովհետև շատ հետաքրքիր է ու ասենք sense երեխեքին մանավանդ փոքր դասընթացներին, որ դեռ միջին դպրոց են արդեն գալիս, կարելի է sense բացան։ Եկեք անցնենք առաջ ավելի հետաքրքիր բաներ ունենք։ Ես ձեզ խոստացա, որ մենք ունենալու ենք գործնական աշխատանք, բայց դուք մի տեխնիկական խնդիր ունեք։ Ես Zoom-ով երբեք խմբերի չեմ բաժան։ Եթե ինչ-որ մեկը կա, որ ինձ կօգնի կամ կսպասի գոնե, որ ես բզբզամ բացելիս։ Ես այստեղ եմ դրա համար։ Ոյ, շատ հրաշալի, շատ հրաշալի։ Խնդրում եմ, քանի որ մենք, դե ես էլ եմ ձեր հետ 10, ես ու Շողիկը որ հանենք, մենք լինում ենք 10 հոգի։ Ճիշտ եմ, ես գել եմ որ բաժանենք 4 խմբի։ Շողիկ ջան, ձեր հայեցողության շատ խնդրում եմ բաժանենք 4 խմբի, բայց հիմա ասեմ ինչ ենք անելու եւ բաժանենք, լավ։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա ես ձեզ տալու եմ ինչ-որ մեդիաներ, այսինքն լուրեր կամ ինչ-որ ինֆորմացիա, մեդիա, դուք այդ մեդիայի մասին մտածելու եք, գրելու եք գործողություններ 3 ստուգող հարց։ Այդ հարցը, երբ որ օրինակ կարդացիք ջիրեմ, ես օրինակը բերեցի, քանի որ Լոպես դեռարտի է, Լոպեսի արմատները պարզվել են ինքը հայ է։ Առաջին, ես ինչ հարց կտամ ինձ, ու կամ ինչ կանեմ առաջինը։ Այդ հղումը տեսա, կբացեմ հղումը, թե չէ, չգիտեմ, կնայեմ ով է դա տարածել, թե չէ, կնայեմ ինչ ստույգ ինքը աղբյուրներ ունի, թե չէ։ Նպատակի մասին տենց կարելի է ուղղակի չմտածել զուտ անիմաստ ինչ-որ բանը, ով է հեղինակը, կնայեմ իր պրոֆիլը, թե չէ։ Մոտավոր պատկերացրինք ինչ ենք անելու, ժողովուրդ ջան։ Ես չեմ տեսնում ձեր սրտիկները, բայց ոնց որ սկսեցի տենալ։ Հրաշալի։ Շողիկ ջան, խնդրում եմ բաժանենք 4 խմբի, կարող է հավասար չլինեք ժողովուրդ, բայց հոգ չէ, ինչ որ բարդ բաներ չունենք, դժվարություններ դժվար առաջանան։ Բաժանված է։ Հրաշալի։ Յուրաքանչյուրը կարա իմա սեղմի ու գնա իր խումբ։ Այո։ Հրաշալի։ Բաժանվեցին խմբերի, երեխեք մի վարքյան մեկ էլ երևի սահիկաշարը ես կիսեմ ձեր հետ կարծում եմ։ Յուրաքանչյուր խումբ կունենա իր սահիկաշարը։ Այսինքն, եկեք ես մի հատ այստեղից սա սենց հրենք մի կողմ, ես այստեղից սա ես չատում կդնեմ։ Շողիկ մեկ էլ կասես մի հատ ոնց գնանք, որովհետև ես դերիվ մոռացել եմ Zoom-ի։ Այ հիմա բացվեցին սենյակները, ձեր մոտ կոճակներ պետք է լինի, որ սեղմեք ու միանաք ձեր սենյակի։ Ասենք ամենաուշը գնացինք ամենաշոտը հետ եկա։ 4 վայրկյան։ 3 վայրկյանից բոլորը կգան ինձ չզած։ Всё։ Արդեն եկան։ Վայ։ Վերջ։ Արդեն բոլորը այստեղ են, Շողիկ ջան։ Հա, հիմա բոլորը այստեղ են։ Խնդրում եմ առաջին խմբին, կամ եթե համաձայնեք, հա 1 2 3 4 գնան կամ 4 3 2 1 գնան կամ ըստ ցանկության։ Ոնց որ դուք կհաճեք։ 1 2 3 4-ով գնանք Մարիամ ջան։ Հա, կամ է համար։ Եկեք, ասա Քրիստինե ջան։ Ուզում եմ ասեմ, մենք էլ ենք պատրաստ, կարող ենք սկսել, բայց արդեն ոնց հարմար։ Եկեք մեկով գնանք, որ քանի որ բոլորս արդեն պատրաստ ենք, խնդիր չի, եկեք մեկից հերթով գնանք։ Առաջին խումբ։ Խնդրեմ։ Մի հատ ռիփսիմեից հարցնեմ իրան ոնց հարմար ես խոսեմ թե ինքը, որտեվ ես համակարգչով էի հարցերը իմ մոտ են։ Գրեպես միասին ենք։ Ռիփսիմե ջան։ Հա, խնդիր չկա, ասա։ Okay, հա։ Ուրեմն ինձ ու ռիփսիմեին հուզող առաջին հարցը դա ասեք զուգահեռ բացեմ, ինչ կայքը հրապարակել ու ինչքան հավաստի է այդ կայքը։ Հաջորդը այդ քանի որ նայեցինք արդեն հաջորդ կետը այդ այն Ջենիֆեր Միվարկյան Իվետայի նյութի կողքը այն օֆիցիալի գալեչկաներ բարձր դա ինչքանով է իրական քանի որ հիմա դեռ շատ մոդա է էլի ուղղակի ինչ որ գումարով առնել տենց դարձնել հավաստի իբր այդ երկրորդ գումար ունենալու նշան է հա
Եվ երրորդ հարցը, ինչքան գրագետ է կազմված այդ առաջին տեքստը, ինչքան կոկի կա ու ինչ որ ինֆորմացիա փոխանցող է, այլ ոչ տենց խոճապ կամ շատ մեծ հետաքրքրություն, էլի։ Տեսեք, քանի չեն ջնջելների, այժմյան ավելի սենց մի քիչ արդիական տարբերակ է, որտեղ դրանք իրենց դարը ապրել են։ Այս մեր Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն շատ առաջին խմբին, եկեք անցնենք երկրորդ խմբին։ Խնդրում եմ ինձ հուշեք ովքեր էին երկրորդ խմբից եւ ովքեր էին Ջենիֆերի ծնկի գալը հայազգի առաջ ուսումնասիրել։ Ես Մերին Մինասյան եւ Մերին Մոսինյան, Մարին, գնանք Մարին Մինասյան։ Ահա։ Երեխեքից մեկը նշումներ էր արել, խնդրում եմ քեզ։ Նշում անող երեխեք։ Մարին էր, եթե չեմ սխալվում։ Լավ, ես կներկայացնեմ։ Մենք որոշեցինք, որ նախ կստուգենք թե այն էջի տվյալները, թե ով որ տեղադրել է այդ ինֆորմացիան, նախ իրենց էջը կուսումնասիրենք եւ կհասկանանք, թե ինչքանով հավաստի նյութեր են իրենք տեղադրում։ Նախ կնայենք տեքստի բովանդակությանը ու կհասկանանք, թե ինչքանով գրագետ է կազմված այդ տեքստը ու տառասկալներ կան, թե չկան նմանատիպ սկալներ ու ինչպես նաեւ արդեն նկարի որակից էլ մենք կարող ենք հասկանալ հավաստի է թե ոչ։ Երևի այսքանը։ Շնորհակալ եմ շատ Մարի ջան։ Երրորդ խումբ, խնդրում եմ։ Քրիստոնյայի տան մասին խոսեք։ Ինչ։ Քրիստոնյայի տան մաս, տղայի տան մասին խոսեք։ Երրորդ խումբը երեքով ես, Տիգրանը Կամպապյան եւ Ռիման Հովանիսյան, Ռիման ոնց հասկանում եմ դուրս է եկել, նշումներն իմ մոտ են, դրա համար ես կխոսեմ հիմա։ Նախ հուզող հարցերը նայեցինք երկու նկարին էլ ու առաջինը հենց թե աղբյուրը ու տարածող էջը, էջի պատմությունը նաև, թե ինչ պատմություն ունի մինչև այսօր, այսինքն ինչ փոստեր է հրապարակել, ինչ նպատակով է հրապարակել, ըստ դրա առաջին հերթին ֆիքսվեցինք դրա վրա, ու նաև մեր տեքստի շարադրության վրա, որ կոնկրետ ինքը ինչ-որ բառերի վրա շեշտադրումը դրել, որ հետաքրքրություն առաջացնի, այստեղ քրիստոնյայի տղայի տունը, այսինքն շեշտը դրել է քրիստոնյա բառի վրա, որ ինքը ասենց ասած դիտորդներ, viewer հավաքի ու հետաքրքրություն առաջացնի, ուղղակի դա դրա համար է նախատեսված, հիմնական ու բոլորը կոմերում գրեն ամեն։ Հա, նաև դրա համար, որ համ կոմենտներ հավաքի, համ լայքեր, զարմանալու սմայլիկներով լայքերը, ու հոմել ինքը ուսումնասիրեն այդ պոստը, բացի այդ նաև մյուսը, Ջենիֆեր Լոպեսի պոստը, որ կլիկ անեն գնան ու տեսնեն, թե ինչ կա։ Ճիշտ, ասեք Ռիմա ջան, շնորհակալ եմ շատ Քրիստինե ջան։ Իրականում այստեղ որ ասացիք կոմենտներում գրեք ամեն այդ վիդեոներին իրականում ես շատ եմ հավատում, չգիտեմ, որ զուտ մարդիկ անիմաստ իրենց էջերով գրում են, եթե հավատում եք ասում գրեք ամեն կամ չգիտեմ, եթե ուզում եք որ ասված ես փրկի, կոմերում գրեք ամեն, ես բոլորի տակ գրում եմ ամեն, որովհետև հավատում եմ ասում, բայց մտածում եմ, որ չգիտեմ, այդ մարդու կոմում գրել ամենը, այդ աստծո հետ ընդհանրապես կապ չունի, բայց չգիտեմ, ամեն վիդեոյի տակ գրում եմ, էլի։ Լավ, շնորհակալ եմ շատ Ռիմա ջան։ Կարծում եմ այդ ուղղակի սոցիալական մեդիայի թակարդներից է, որ գտնում են մարդու այն թույլ տեղին, որտեղով որ կարելի է ինքը լայքի, կոմենտի, շեյրի, դա արդեն ինդիվիդուալ է, գուցե ինչ-որ մեկը հավատում է դրան, մեկը կարող է նեյտրալ է, մեկը չի հավատում, նորմալ է։ Եվ խումբ չորրորդին խնդրում եմ եկեք Ջոն Վանտսխիպի մասին խոսենք։ Ես ու Ռուզաննան ենք, բայց անկեղծ ասած մինչև վերջ չենք մնացել այս բանին, չգիտենք որտեղից այդ խումբը ճարենք, ոչ մի բան չենք արել, մի անգամից դուրս ենք ելե, չգիտենք ինչ բան։ Ոչինչ, եկեք եթե հիմա կկարողանաք, դուք Ռուզաննան եք, Վալոդիա ջան։ Ահա, եկեք ուրեմն Վալոդյան առաջին մեր պաշտոնական տեղեկատվությունը, հա, որի վրա գրված է պաշտոնական տեղեկատվությունը,
այդ դրա մասին կփորձի մտածել, իսկ Ռուզանան կխորի արդեն էլի մեր շատ սիրելի J-Lo-ի հայկական այմատների բացահայտման մասին։ Սկսի Վալոջան երևի։ Այս Ես կիսել եմ պաշտոնական եկել։ ջոն, Հա, ես կարող եմ մեծացնել էկրանը, որ ահա։ Գերեզրու դու հենց նոր կարդացիր այս տեղեկատվությունը, ձեր գործողությունները։ Այստեղ ինչ որ բան չկա, ինչ որ աղբյուր չկա, որ մտնենք ուսումնասիրենք, սա մեկ կարող ենք դուրս անել։ Դու Վիկտորիանն այստեղ Արմենիա 24-ն ա գրել, կարանք օրինակ մտնենք իրանց կայք ոնց որ ուսումնասիրենք իրանց կայքը, ճիշտ է հողում հա, ոնց որ այս մեկը դրված է չկա, բայց ճիշտ է ինչ որ բան սնած նման չկա, ոնց որ ինչ հարց կտակ ձեզ կամ ինչ գործողություն, օրինակ իրան մի անգամից կհավատակ։ Մի հատ կուսումնասիրենք, կհասկանանք, կեղծա թե ճշմարիտ, նոր ինչ որ ուղղություններ կամ Ճիշտ է, շնորհակալ եմ շատ Վալոդիա ջան։ Մի փոքր հերթ տանք մեր Ռուզանային, որ մեր J-Lo-ի հայկական արմատների մասին խոսի։ Տեսնենք վերջը հայեր թե չէ։ Երևի առաջին հերթին հենց edge-ը պետք է նայենք, իրանց մասին ինֆորմացիաներ, ու հետո ինչպիսի նյութեր են հիմնականում հրապարակում, հետո հնարավոր է ինչ-որ բան տա։ Շնորհակալ եմ շատ Ռուզանա ջան, այստեղ մի փոքր սենց բան իմ կողմից, օրինակ ես երբ որ ինչ-որ մեդիա եմ տեսնում, հատկապես Facebook, Instagram այդ հաշվարկներում միշտ ուշադրություն եմ դարձնում հրապարակման ամսաթվին ու օրվան։ Ինչի օրինակ նախքան J-Lo-ի գալը բոլորը չէին հիշել, որ ինքը արմատներով հայ է։ Այս արդեն մեր անոտատիկի մեթոդն է գնում։ Այս բոլոր ինֆորմացիաները ժողովուրդու կարակ հա, այդ անու մեթոդը, որը որ ես ձեզ առաջարկում էի, անոտատիկի հրաշալի մեթոդը, այս մեթոդի մասին էր խոսքը, այս անոտատիկի մեթոդը դուք փոխարինեք այլ մեթոդով, այսինքն ինքը հստակ չի, որ տենց է ու վերջ, հա, ինքը ուղղակի ինչ որ մտածած ինչ բան է, որը որ ուղղակի համընկել է անող տատիկի անվան հետ, ուրիշ ոչ մի բան։ Կարևոր է իմանալ աղբյուրը, նպատակը ու թե ով է հրապարակել։ Յուրա այս դասի ամբողջ նպատակը այն էր, որ երբ որ դուք նայեք ինչ որ X մեդիա, որը որ ձեզ հրամցնում են, հարց տակ, լավ, ինչի։ Օրինակ, ստեղ շատ հրաշալի հենց մեր J-Lo-ի մասին բան կա, ասում է, ես գուցե տեսել եք այս իր նկարը հայկական տարազով ինքը։ Ես գուցե շատ բան եմ արել, բայց Շիրակի գյուղում տարազով նկար դեռ չեմ արել։ Այս իրա խոսքերն են ժողովուրդ, չէ, սարքած չի, վստահաբար սարքած չի, այս իրա խոսքերն են։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա, եթե այլ հարցեր ունենք գործնականի հետ կապված կամ մինչև այս քննարկված որևէ թեմայի հետ կապված, ազատ եք տալու։ Դեռ չկան։ Շնորհակալություն։ Հիմա էլի մեր վերջնական ջերմացման մասը եկեք անենք, քո մեդիա խորհուրդը ընկերներին։ Բոլորս ինչ որ չափով այս մեդիագրագիտության մասին հասկացանք ինչ է իրանից ներկայացնում եւ ինչա, եկեք ինչ մեդիա խորհուրդ կտաք ձեր ընկերներին։ Կամ կարող եք բարձրաձայն ասել, ոնց որ Վալոդիան է ուզում ու Քրիստինան, կամ կարող եք չաթում գրել։ Ասա Վալոդիա ջան։ Նախ առաջինը ինչ որ լուր կարդալուց հետո մտնեն այդ հումով հասկանան այդ լուրը ճշմարիտ է թե կեղծ, ոնց դուք նշեցիք նայել ամսաթիվին, օրվան, ու նոր ինչ որ ուղղություններ գտնեն ու հասկանան։ Տալեմ Վալոդիա ջան, մենակ մի բան նկատառում, երբ են առաջին ինչ ասիկ մոռացա։ Որ այդ լուրը որ կարդում են, չէ՞, մտնեն այդ պաշտոնական էջ, որտեղից այդ լուրը։ Հղման բացելու հետ կապված, օրինակ կարող է լինել շահիր քո առաջին $500,000, այդ հղում բացելը հեչ արդի չի։ Յուրաքանչյուր այդ հղմանն էլ նույնիսկ պետք է բավականին ուշադրություն դարձնել հասկանալու համար արդյոք, գիտեք, հեչ ձեր հորքուր մորքուր չեն ուղարկում, հողում ասում են միացի հաստատ $1,000,000, Քրիստինեի համար շատ սենց ստրտի ճինչերս։ Հաստատ, լսի iPhone եմ շահել, քարտից տնում։
Դա շատ տարածված է։ Դրա համար հղումների հետ մաքսիմալ պետք է ոնց որ զգույշ լինենք։ Հաջորդ վեբինարներն արդեն դրանք հերթով կսկսենք անդրադառնալ։ Կրիստինե ջան, ասեք։ Նախ ես պապով ասեմ, որոշ ժամանակ առաջ տատիկս էր զանգահարել ու ասեց, որ ինքը շահել է iPhone ու իրան պետքա, որ ինչ-որ թվեր քարտի փոխանցի, որ ինչ-որ այդ iPhone-ի գումարը կամ հենց iPhone-ը կա, ու ես այնքան էի ծիծաղից մեռելու մեկի։ Ասենք, իրոք այդ շատ վտանգավոր է դրանք, իսկ իմ մեդիա խորհուրդը, ես կուզեի ասել, որ պետք չի ամեն ինչ, ասենց ասած, հալած յուղի նման ընդունել, ինչը որ գրված է մեդիայում, սոցիալական մեդիայում, որովհետև նախ առաջինը հենց մեկը այդ էջերը, աղբյուրները ստուգել ու հստակ ու ճշգրիտ աղբյուրներից մենակ օգտվել ինչ-որ ինֆորմացիա իմանալու պարագայում ու երևի թե կարևորներից մեկը հենց մենք ինքներս սխալ ոչ ճիշտ ինֆորմացիա չտարածենք, թե մեր սոցիալական կայքերում, թե անձնական ինչ-որ մեկին ուղարկենք, իսկ թվում է առաջին խորհուրդ որպես իմ ընկերներին, դա կլինի հենց այս։ Շնորհակալ եմ, շատ կարևոր բան ասեցիք, որ չտարածենք ինֆորմացիան, որի վրա 100% վստահ չենք։ Օրինակ, տատիկս ինձ հրամցնում էր, որ Ջեյլոն վերջ տունա նվիրել, ու ջրեմ արդեն տան հասցեն էր ուզում իմանալ, չմտածում որ օրինակ եթե տեղյակ չլինեի, որ չէ, հաստատ Ջեյլոն տուն չի նվիրել, ես էլ մյուսին էի ասել ու փչացած հեռախոս խաղացել եք, չէ՞, փչացած հեռախոսի էֆեկտով գնալու էր հասնել, որ դառնալ, չգիտեմ, Ջեյլոն տատին թոնրա տուն նվիրեց։ Ասեք Ռուզաննա ջան։ Ինֆորմացիան ստուգելու համար ճիշտ է թե չէ, որպես խորհուրդ կարան այն մի քանի պաշտոնական աղբյուրներից ստուգեն այդ ինֆորմացիան, նաև կարան նկարը ստուգեն, օրինակ կարա ասենց հոդված լինի, հենց հիմա չգիտեմ ինչ եղավ, ու նկարը դրած լինեն, կարանք նկարը Google-ով voice տանք, կարող է այդ նկարը 20 թվից վերջ շատ նկարը ինչ-որ։ Շնորհակալ եմ շատ։ Ունեիք ավելացնելու բան, կներեք եթե ընդհատեցի։ Հա, ու մեկ էլ բան է, օրինակ գրածա թերթայեմ, կարա լինի թերթայեմ, ուղղակի ատառը ռուսերեն շտար լինի, տենց էլի տենց խարդախություններ են անում, գրում են fake ստեղծում են երևի, տենց fake edge։ Վեբինարներին հենց այդ արհեստական բանականությունը, երբ որ հիմա հայտ է եկել, դրա ամենամեծ պլյուսն է, որ դուք կան արհեստական բանականություններ, որոնք կարան տարբեր տեսակի մեդիաներ ստուգեն դրանց իրավացիությունը։ Օրինակ, նկար գեներացրած, հիմա շատ հեշտ է, շատ իրական։ Անո տատի նկարը ChatGPT-ն էր գեներացրել իրականում, հայկական տարազով իր վրա անո գրած, ու դրանից էլ ավելի ռեալիստական նկարներ կարում է գեներացնի, եթե ոչ ChatGPT, գոնե Լեոնարդո այն, հա, լիքը կան, դրա համար պետք է նաև այդ պեղել նենց արհեստական բանականություն, որը էդ էլ կօգնի ձեզ, որ կարողանաք ոնց որ հասկանալ ճիշտ է թե չէ։ Ասեք Ռիմա ջան։ Իրականում ես սիրում եմ հավատալ ամեն պատահած լուրին, դե կարծում եմ ասում եմ, որ այս ճիշտ է, բայց իրականում ընկերներից խորհուրդ կտայի, որ չգիտեմ, Facebook-ով ինչ-որ տեղեկություն են գտնում, այդ հավատալու համար մի անգամից չհավատան, չգիտեմ, եթե մենակ Facebook-ում է ու մի էջում է գցած, այդ չհավատան, բայց եթե մի քանի էջերում են գցած ու էջերը այնպիսի ջերեն, որոնց կարելի է հավատալ կամ չգիտեմ, այնպիսի տեղեկություններ են տեղադրել, որ մենք գիտենք, որ հստակ այդ տեղեկությունը հաստատ ճիշտ է, այդպիսի էջերին հավատան, մի հատ նայեն, թե AI-ի արած գործն է, թե չէ, իրականում ձեզ համամիտեմ, որովհետև AI-ը այնպիսի նկարներ է գեներացնում, որ կան նկարներ, որ իրականությանը շատ նման են ու իրականության նկարների հետ տարբերելը կարելի է ասել այդքան էլ հեշտ չի, դե այսքանը խորհուրդ կտայի ընկերներից ու մեկ էլ ուշադրություն դարձնել ամսաթիվերին, որովհետև հիմա չգիտեմ ինչ-որ դեպք է լինում մի 10 տարի հետո, չէ, այսօր լինում է մի 10 տարի հետո նորից են այդ
դեպքը գցում, գրում են, որ այսօր էլի այդ դեպքի նման դեպք ա պատահել, տենց խաբում են ու իրականում ես էլ ունեմ տատիկ պապիկ ու տատիկս ու պապիկս իրականում շատ են հավատում այդպիսի լուրերին, օրինակ չգիտեմ, ինչ որ երկիր է անցել է ջրի տակ։ Իրականում ես հասկանում եմ, որ այդ ChatGPT կամ չգիտեմ ինչ որ AI արած գործն է, բայց ես չեմ կարող իրենց համոզեմ, որ այդ չգիտեմ ինչ որ AI-ն է արել կամ չգիտեմ ինչ որ ձև պատրաստած է։ Դե որ ապացույցներ չունեմ, չեմ կարող էլի ապացույցեմ, չեմ տենց պնդում, բայց գիտեմ, որ էլի սխալ է։ Շնորհակալ եմ շատ Ռիմա ջան, մենակ այս դասընթացից, վեբինարից հուսամ քո մոտ կմնա անու տատիկը ու դու երբեք չես հավատա առաջին կարդացածից, թե վերջ, այս միշտ ճիշտ է։ Կան դեպքեր, երբ որ օրինակ ձեզ նամակ են հաղորդագրություն են գնում ժողովուրդ, այդ դեպքում կարան օրինակ տվյալները վերցնել, երբ որ դուք ինչ որ մի հատ կետ իրան ուղարկեք, ինքը ձեզնից տվյալ կարա վերցնել։ Հաջորդի հանդիպումներին խոստանում եմ նաև սրա մասին խոսել, հա, հակերության մասին խոսել ու դրա հնարավոր վտանգների ու ինչ անել, որ դրանից զերծ մնանք, հա։ Խնդրում եմ, Ռիմա ջան, ոչ մի բանի մի հավատա ուղղակի առաջին անգամից։ Շնորհակալ եմ շատ։ Ասեք Մարիամ ջան։ Այս բոլոր թվարկած կետերը իմ համար շատ կարևոր են ու համաձայն եմ, բայց առաջին խորհուրդը, որ ես կտայի, այդ էմոցիաները մի կողմ դնելն է, ինչի որովհետև դու մինչև այդ առաջի պահին եկած բուրըն էմոցիաները մի կողմ չդնես, քո ոչ քննադատական մտածողությունն է միանալու, դու ոչ վերնագրին ես նայելու, այն մնացած մանր կետերը էլի, որոնք շատ կարևոր են, ու հատկապես սա ավելի sense երբ որ խորը մի քիչ տարածվող սխալ ինֆորմացիա դրանց դեպքում էլի, որովհետև այն սովորականները գոնե երիտասարդների շրջանում ինչ որ չափով արդեն դες տարբերել է հեշտ է էլի լինում, անգամ չես է նայում անցնում ես առաջ, բայց եթե տենց շատ վատ եւ դիպուկ օրինակ բերեմ, մեր ժողովրդի դեպքում, երբ որ ինքը տենց չգիտեմ, հայ-ադրբեջանական կամ թուրքական հարաբերությունների մասին ինչ որ ինֆորմացիա է, այդ ամեն ինչը ուղղակի մի կողմ դնելը առաջի հայացքից չի ստացվում, ու երբ որ ինքը sense շատ բուրըն արձագանք առաջացնող ինֆորմացիա է, դա կրկնակի բարդ է դարձնում, էլի, ու տենց պետք է մի բան ասել, լավ, մի վարքյան, օքեյ, ասում են պատերազմ սկսեց, բայց այդ մասին կարելի է չէ գնել ինչ որ պաշտոնական լուրերում, նայել եւ այլն, ու իմ համար այդ առաջի կարևոր կետը ուղղակի մի պահ ասենք ստոպ անել, այդ էմոցիոնալ ֆոնը անցնի, նոր անդրադառնալ այդ նյութին։ Շնորհակալ եմ շատ կարևոր բանի անդրադարձակ, որ էմոցիոնալ ֆոնի վրա մեդիագիտություն չի կարելի դրսել, որ անհնար ուղղակի։ Լավ, քանի որ Մերի Մոսինյանը մեզ նոր միացավ, եկեք տեսնենք Մերի Մոսինյանը մեզ ինչ խորհուրդ կտա ընդհանրապես, որպես մեդիա խորհուրդ։ Ես իրականում նոր չեմ միացել, դա ասեմ։ Ուրեմն ես եմ շատիր։ Ես նախ համաձայն եմ բոլորիդ հետ, չեմ ուզում կրկնվել, ուղղակի ասեմ, որ խորհուրդ կտայի ընկերներից, որ միանգամայն չհավատային այնինչ, որ տեսնում են, չգիտեմ, Facebook-յան պատերին եւ այլն, այլ ստուգեն ինֆորմացիան, հա, ով է դրա հեղինակը, ու հետո ըստ այդմ արդեն հասկանան, թե դա կեղծ է, թե ճիշտ։ Շնորհակալ եմ շատ Մերի ջան։ Եկեք մեկ էլ անցնենք հետադարձ կապի։ Այստեղ ես կարող եմ ձեր հետ կիսեմ Padlet-ի իմ ուրա չաթը մեր, ահա, Padlet-ի իմ պատը, որում դուք կարող եք գրել հարցերի պատասխանները, սենց կիսեցի, չաթում եմ դրել ժողովուրդ։ Այստեղ այս պլյուսիկի վրա կարող եք սեղմել, այս հարցին վերևի հարցին պատասխանել։ Ինչն էր հետաքրքիր, այս տակի պլյուսիկին եք սեղմում, դնում եք եւս մեկ հանդիպում, կամ ինչ որ այլ առաջարկներ, այս պլյուսիկի վրա կարող եք սեղմել ու գրել։ Շատ շնորհակալ եմ անոտատիկին գնահատելու համար։ Ես եւ անոտատիկը շատ ուրախ ենք այդ հարթով։ Ինչ է մեդիան, հրաշալի է։ Ներեք այլ հանդիպանում։ Խնդիր չէ Ռիմա ջան։ Ոյ, ինչ է մեդիա գրագիտությունը։ Գրագիտություն գիր գետ։ Շնորհակալ եմ։ Այսօր հայց լեզվի լարեցինք փաստորեն։ Եվս մեկ հանդիպում, այո, հրաշալի է, անոտատիկի մեթոդը։
Վեբինարը վարելու ոճը գործնական աշխատանքը։ Շնորհակալ եմ շատ։ Այո, անչափ շնորհակալ եմ այոների եւ իհարկեների համար։ Տեղ շատ կուզեմ, այո։ Տատիկս կասեր, վաու։ Չուն դիր եւ կետ, իհարկե շատ կուզեմ, այո, հա, դեռ ինչ-որ թարմացում չունեք։ Կարծում եմ վերջ, ասեցինք այն ամենը, ինչը որ ուզում էինք ասել։ Հա, ասեցինք կարծում եմ։ Շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպմանը միանալու համար։ Եթե, չգիտեմ, Շուխուջան հնարավորություն կա, Սահիկը երեխեք հետ կիսելու, դա էլ կարող ենք անել։ Շնորհակալ եմ, որ ահա, ասեք։ Հա, իհարկե։ Ուղղակի Քրիպսիմեին դուք իր հետ եք կապի մեջ եղած, ու մենք կկիսենք մյուսների հետ անպայման։ Շնորհակալ եմ շատ։ Ահա։ Ասանցում եմ իմ մեդիա խորհուրդը ձեզ անոտատիկին միշտ ձեր հետ պահեք ու ձեր մտքում ունեցեք անոտատիկին աղբյուրը, նպատակը եւ ով է հեղինակը։ Շատ շնորհակալ եմ հանդիպմանը միանալու, ձեր ժամանակից 1 ժամ 1 րոպե տրամադրելու համար ինձ։ Հուսամ հաջորդի վեբինարներին էլ ավելի շատ կլինենք, էլ ավելի ակտիվ կլինենք։ Թերևս այսքանը կհանդիպենք, երբ որ հանդիպենք։ Հուսանք կհանդիպենք այդ վեբինարի ընթացքում։ Հաջորդը նախատեսել ենք երևի թե ամսի 14-ին կրծեմ, թե 17-ին, չեմ հիշում այդ մեկը։ Բայց էլի հավելյալ կտեղեկացնի կարծում եմ աղջիկները ձեզ։ Անպայման։ Շնորհակալություն, ցտեսություն։ Շեմ հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Շատ լավ երեկո ձեզ։ Ձեզ շնորհակալ եմ, շատ հաջողություն ձեզ։